Դպրոցական մատենադարան ծրագիրը 4 տարի շարունակ շրջում է հայաստանյան մարզերով։ Այս տարի այն իրականացվեց Լոռիում եւ Սյունիքում։ Նպատակ ունենալով ներգրավել սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին, ներկայացնել հայկական ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման եւ վերականգնման արվեստը, առաջացնել հետաքրքրություն ու սեր հայկական միջնադարյան մշակույթի հանդեպ եւ նպաստել թանգարանում ներկայացվող մշակութային ժառանգության արժեվորմանը։ Ծրագիրը կազմված է 3 մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական ու գործնական հատված։ Մատենադարանի այցելուների զգալի մաս են կազմում դպրոցականները, այցելում են ոչ միայն Երևանի դպրոցներից, այլ նաև մարզերի դպրոցներից, սակայն երբ ուսումնասիրեցինք, տեսանք, որ ոչ բոլոր աշակերտներն են կարողանում այցելել մատենադարան եւ հիմնական պատճառը դա հեռավորությունն է։ Դպրոցական մատենադարան կրթամշակութային ծրագրի շնորհիվ մենք կարող ենք ընդգրկել նաև մարզաբնակ այն երեխաներին, ովքեր չեն կարող այցելել մատենադարան։ Ծրագիրը շրջիկ ցուցադրություն վարպետաց դաս է, որի ժամանակ ներկայացվում է ձեռագրերի ընդօրինակման եւ վերականգնման արվեստը։ Բացի այդ, երեխաները ծանոթանում են, թե ինչպես են ձեռագրերը ստեղծվել միջնադարում։ Նաեւ երեխաները ծանոթանում են մատենադարանի ցուցադրությանը սահիկաշարի միջոցով։ Շրջիկ ցուցադրություն վարպետաց դասը նախատեսված է 4-ից 6-րդ, 7-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասաների աշակերտների համար։ Ստեփանավանում ծրագիրը ստացավ մեծ հետաքրքրություն, առաջին փուլում իրականացվել է 4 դասընթաց, որոնց մասնակցել են շուրջ 70 աշակերտ, ինչպես Ստեփանավան քաղաքի, այնպես էլ վարչական բնակավայրերի դպրոցներից։ Սա նրանց մեծ հնարավորություն է ընձեռնում ավելի խորքային ուսումնասիրություն կատարելու մեր հայ գրերի գյուտի, մեր հայ մշակույթի պատմության ծանոթացման հետ կապված, մոտիվացնի, որպեսզի նրանք այցելեն մեր մշակութային թանգարաններ եւ ավելի ինֆորմացված լինեն, հասկանան, թե կոնկրետ ինչ հանգամանքներ օգնեցին հային պահել հայուգենը եւ հայեցիությունը։ Համար նորություն էր, որ ես իմացա, թե ինչպես են ստեղծվել այդ գրերը, ինչպես են մեզ հասել դրանք, այդ իրանց ամբողջ անցած պատմությունը, ու ինձ համար դա շատ հետաքրքիր ու նոր տեղեկություն էր։ Ես զարմանում եմ նրա վրա, որ այդքան ձեռագիր ոնց են կարողացել գրել այդքան ժամանակում։ Ես այցելել էի մատենադարան, բայց այսքան գիտելիք չէի ստացել։ Ես առաջին անգամ փորձեցի եղեգնյա գրիչով գրել եւ փորձեցի գրքի մեջ ձեռագրով գրել։ Ծանոթացանք մեր հայ պատմիչներին, մշակութային գրողների հետ եւ որոշ չափով կարողացանք աշխատել ինչպես որ նրանք են աշխատել ժամանակին։ Հանդիպումներն անցել են բուռն քննարկումներով եւ բազում հարցադրումներով։ Մասնագետների համոզմամբ հնչած հարց ու պատասխանների արդյունքում աշակերտներն ամրապնդում են ձեռագրաստեղծման վերաբերյալ ստացած գիտելիքները։ Ստացած գիտելիքները կարող են կիրառել նաեւ հետագայում, վերականգնելով իրենց իսկ գրադարանի գրքերը։ Բավականին հետաքրքրված է անցնում դասընթացը, այդ process-ը եւ բավական շատ հարցեր են ուղղում նաեւ եւ փոխադարձ հարցեր են տալիս, թե ինչպիսի վնասվածքներ են ունենում գրքերը, ինչ մեթոդներ են կիրառում, երբ որ վնասվում են գրքերը եւ ինչպես պետք է անել, որ երկար ապրի իրենց տան կամ տունը պահվող գրքերը կամ դասագրքերը։ Իհարկե երեխաներին ամենաշատը հետաքրքրում է հենց գործնական հատվածը, որտեղ իրենք ակտիվ մասնակիցներ են լինում։ Երեխաները դառնում են ծաղկողներ, գրիչներ եւ վերականգնողներ։ Գունավորում են իրենց տրված մեկ թուղթ, որի վրա տպված են հնատիպ գրքերից վերցված տիտղոսաթերթեր, ապա սովորում են վերականգնել վնասված թերթերը։ Եվ իհարկե եղեգնյա գրչով ընդօրինակում են իրենց համար պատրաստված ձեռագրի մանրակերտում եւ այդ ձեռագիրը հետագայում պահվելու է մատենադարանում։ Երեխաների համար շատ ոգևորիչ է, որ իրենց կողմից ընդօրինակված մեկ ձեռագիր տեղ կգտնի մատենադարանում։ Դպրոցական մատենադարան կրթամշակութային ծրագրի հաջորդ հանդիպումը Ստեփանավանում կանցկացվի նոյեմբերի 19-ից 21-ը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ աշակերտների միանալ արժեքավոր նախաձեռնությանը։ Մասնագիտական թիմը վստահ է, նրանք, ովքեր բացահայտել են մատենադարանը այս հանդիպում դասընթացի միջոցով, կունենան ցանկություն նորից լինել մատենադարանում։ Անետ Կարապետյան, Ռոբերտ Գուլսատյան, Թղթապանակ։